պարզ տրամաբանություն եւ Միացյալ Նահանգներում եւ Եվրոմիությունում շատ լավ հասկանում են, որ չափից ավելի ճնշումը Վրաստանի արդեն վերընտրված իշխանությունների վրա միայն եւ միայն հակառակ էֆեկտ է բերելու եւ տանելու է այդ քաղաքական ուժին եւ ընդհանուր առմամբ նաեւ Վրաստանին ավելի մոտ Ռուսաստանին եւ Չինաստանին բոլոր գնահատականներով եւ բոլոր ասենք համատեքստով Վրաստանում տեղի ունեցած ընտրությունները բնականաբար ընդհանրապես անհամեմատել են օրինակ Ադրբեջանում վերջերս տեղի ունեցած ընտրությունները, բայց Ադրբեջանի ղեկավարության հանդեպ շնորհավորականներ եւ արձագանք ավելի մեղմ էր եվրոպական կառույցների կողմից, քան Վրաստանի հանդեպ։ Հայաստանի Եվրո ինտեգրման գործընթացները հնարավոր չէ, եթե Վրաստանը չմասնակցի այս գործընթացին։ Բարև ձեզ, Պանորամայի հարգելի հետևորդներ, այսօր կզրուցենք Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Ռումինիայում Հայաստանի Հանրապետության նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մինասյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն մեր հրավերը ընդունելու։ Պարոն Մինասյան, Վրաստանում արդեն 12 տարի իշխող կուսակցությունը Թբիլիսիում պարտություն գրեց, բայց շրջաններում հավաքեց մեծ տոկոս, արդյունքում 50%-ից ավել 54.3% ձայն հավաքեց։ Ինչպես կգնահատեք ֆենոմենը, որ Ջավախքում մոտ 90% ձայն հավաքեց եւ այս առումով ինչ պատկեր ունենք հիմնականում ադրբեջանցիներով բնակեցված Քվեմո քարտլի։ Նախ պիտի ասեմ, որ եւ Ջավախքի դեպքում եւ նաեւ Քվեմո քարտլի դեպքում դա ոչ թե ֆենոմեն է, այլ օրինաչափություն, որը որ նկատվում է գրեթե ամբողջ հետխորհրդային շրջանում, այսինքն այդ 30 տարվա ընթացքում ազգային փոքրամասնություններով բնակեցված շրջանները միշտ քվեարկում էին մեծամասամբ այն ժամանակվա իշխող քաղաքական ուժի օգտին։ Քվեմո քարտլիի դեպքում մի քիչ իրավիճակը այլ է, որովհետև դա նաև հետխորհրդային, ասենք, օրինաչափությունն է քաղաքական process-ները, երբ որ իշխող կուսակցությունները ավելի քիչ ձայներ են հավաքում մայրաքաղաքներում եւ մեծ քաղաքներում եւ նաեւ ավելի շատ ձայներ են հավաքում նաեւ ավելի ասենք գյուղական շրջաններում, ծառամասերում եւ այլն։ Եվ այդ առումով այն ինչ որ տեղի ունեցավ Ջավախքում, դա բավականին օրինաչափ էր, որին նաեւ կարանք ավելացնենք այն հանգամանքը, որ ինչպես նաեւ նախորդ ընտրությունների ժամանակ ընդդիմադիր ուժերը գրեթե չէին մասնակցում նախընտրական այդ կամպանիայում կամ շատ նվազ ուժերով եւ դա նույնպես օրինաչափություն է, բացի դրանից նաեւ պիտի նշենք, որ ընդհանուր առմամբ իշխող կուսակցությունը Ջավախքում բավականին լավ դրական համբավ էր ստեղծել, ինչը կապված էր եւ որոշ չափով սոցիալ-տնտեսական զարգացման պրոյեկտների իրականացմամբ եւ նաեւ չի նկատում զգայուն հարցերի հետ կապված, ասենք լեզու, դպրոցներ եւ այլն, ինչ որ մի ձև ինցիդենտներ, որոնք որ որոշ չափով բնորոշ են ավելի վաղ Սաակաշվիլի շրջանին։ Եվ այդ առումով կարելի ասել, որ վրացական երազանքը որոշ չափով նաեւ կրկնեց 90-ականների կեսերի Շևարդնաձեի քաղաքական հենարանի արդյունքները այս տարածաշրջանում, բայց նաև դա ոչ միայն էթնիկական, ոնց որ նշեց էթնիկական, այսինքն առանձնահատկություններով, նաև վրացիներով բնակեցված Ջավախքի, Սամցխեի շրջաններում եւ այլն, նույնպես 70-80% էթնիկ վրացիները նույնպես քվեարկել են իշխող կուսակցության օգտին։ Ինչպես կգնահատեք այն փաստը, որ ընտրություններից անմիջապես հետո Արևմուտքը շատ կտրուկ արտահայտվեց ընտրությունների արդյունքների վերաբերյալ, Ամերիկան նույնիսկ հայտարարեց, որ կդիմի պատժամիջոցների այն դեպքում, երբ որ իշխող վրացական երազանք կուսակցությունը դեռ մինչև ընտրությունները հայտարարում էր, որ ընտրություններից հետո վերագործարկելու են Արևմուտքի հետ գործընթացները, հարաբերությունները, արդյոք Արևմուտքը պատրաստ չի բարելավել հարաբերությունները։ Նախ ես մի քիչ զգուշավոր կլինեի, այո,
բնական է նաև որ ընդդիմադիր դաշտի կողմից եւ ընդդիմադիր դաշտին սատարող լրատվամիջոցների կողմից իրավիճակը մի քիչ ավելի սև սպիտակ է ներկայացվում, դա բնական գործընթաց է, այո, այս անգամ արևմտյան մայրաքաղաքներից ավելի քննադատական ալիքներ էին նկատվում եւ դա բնական է, քանի որ Վրաստանը, որ Ռուսաստան արևմուտք այս աշխարհաքաղաքական պայքարի ընթացքում մեղմ ասած բավական զգուշավոր դիրքորոշում է պահպանում եւ դա բնականաբար քննադատության է ենթարկվում արևմուտքի կողմից, դա փաստ է, բայց մյուս կողմից նաեւ պիտի նշենք, որ եւ ՀԱԿ-ի եւ այլ արևմտյան կառույցների դիտորդական առաքելությունները բավական են զգուշավոր, եթե ոչ դրական գնահատական են տվել հենց տեխնիկական process-ի կազմակերպանը, խոսքը քննադատության մեծ մասը գնում էր ասենք բավարար ընդդիմադիր դաշտի ֆինանսորման, ադմինիստրատիվ ռեսուրսների օգտագործման իշխող կուսակցության կողմից եւ այլն, որը որ բնական է եւ բավականին բնորոշ է ընդհանրապես հետխորհրդային քաղաքական գործընթացներին բոլոր այն երկրներն, որտեղ որ ընդհանրապես ընտրական գործընթացներ ունեն նշանակություն, Հայաստան, Վրաստան, Մոլդովա, միջև պատերազմ նաեւ Ուկրաինա, բայց դրա հետ մեկտեղ նաեւ մենք արդեն ոնց որ հետադարձ հայացքով նայելով այդ գործընթացներին կարող ասենք, որ հատկապես Միացյալ Նահանգների դեպքում քաղաքական գնահատականը բավականին զգուշավոր էր, կարամ ասեմ նաեւ, որ եվրոպական կառույցներից նույնպես դա այդպես է լինելու, իհարկե Արևելյան Եվրոպայի որոշ մայրաքաղաքներից ավելի կոշտ արձագանքներ են գալիս, դա հասկանալի է, Վրաստանի իշխող կուսակցության այդ զգուշավոր կեցվածքը Ռուսաստան արևմուտք հակամարտությունում ավելի նյարդային է այնտեղ ընկալվում, բայց նաև օրինաչափությունը, որ եւ Վաշինգտոնում եւ Բրյուսելում պատրաստ են որոշ պայմանների դեպքում այդպես կոչված վերաձևակերպել արդեն վերընտրված Վրաստանի իշխանությունների հետ հարաբերությունները, ես կարծում եմ, որ այդ գործընթացի շուրջ գնալու են իրական բանակցությունները եւ քննարկումները Վրաստանի վերատրված իշխանությունների եւ արևմտյան գործընկերների միջև, քանի որ կա շատ պարզ տրամաբանություն եւ Միացյալ Նահանգներում եւ Եվրոմիությունում շատ լավ հասկանում են, որ չափից ավելի ճնշումը Վրաստանի արդեն վերընտրված իշխանությունների վրա միայն եւ միայն հակառակ էֆեկտ է բերելու եւ տանելու է այդ քաղաքական ուժին եւ ընդհանուր առմամբ նաեւ Վրաստանին ավելի մոտ Ռուսաստանին եւ Չինաստանին, դա նույնպես կարևոր ֆենոմեն է նաեւ վերջի տարիներին Վրաստանի արտաքին քաղաքականության տեսանկյունից, հետեւաբար այդ զգուշավոր բալանսը պահպանվելու է, ինչը որ մենք նաեւ թվում է թե արդեն տեսնում ենք երկու կողմերի որոշ արձագանքներից եւ դիտարկումներից։ Դրա համատեքստում կարելի է դիտարկել այն փաստը, որ ընտրություններից անմիջապես հետո Հունգարիայի նախագահ Օրբանը ժամանեց Վրաստան եւ բացի այդ Հունգարիայի արտգործնախարարը ըստ էության իր վրա է վերցրել իշխող կուսակցության հաղթանակի փաստաբանի գործելավոճը։ Հունգարիայի դեպքում մի քիչ ավելի իրավիճակը մի քիչ ավելի բարդ է, որտեղ Հունգարիան ԵՄ կառույցներում եւ եվրոպական քաղաքական դաշտում առանձնանում է իր կեցվածքով ավելի աճ կոնսերվատիվ մոտեցումներ են եւ դա ոչ միայն Վրաստանի, այլ ավելի կարևոր հարցի շուրջ Ուկրաինայի եւ Ռուսաստանի հարաբերությունների համատեքստում դա արտացոլվում եւ ավելին նույնիսկ այսպես արագացված եւ Հունգարիայի ղեկավարության կողմից նույնիսկ պաշտոնական արդյունքները հրապարակելուց առաջ արձագանքները քննադատության են քննադատվել են եվրոպական այլ եվրոպական երկրների կողմից, բայց իրականում այո, դա որոշ չափով առանձին ֆենոմեն է, բայց ընդհանուր մոտեցումը ԵՄ-ի եւ Միացյալ Նահանգների կողմից այն է, որ այո, իրանք այդքան էլ ասենք բավարարված չեն ոչ թե բուն իշխանությունների
կատարված ընտրություններով եւ հաղթանակով, այլ իրանք ավելի շատ բավարարված չեն Վրաստանի զգուշավոր մոտեցումներով Ռուսաստան արևմուտք հարցերում եւ դրանով էր տարբերվում օրինակ այն, որ բոլոր գնահատականներով եւ բոլոր ասենք համատեքստով Վրաստանում տեղի ունեցած ընտրությունները բնականաբար ընդհանրապես անհամեմատել են օրինակ Ադրբեջանում վերջերս տեղի ունեցած ընտրությունները, բայց Ադրբեջանի ղեկավարության հանդեպ շնորհավորականներ եւ արձագանք ավելի մեղմ էր եվրոպական կառույցների կողմից, քան Վրաստանի հանդեպ եւ կարծում եմ այստեղ նաեւ դա քաղաքական եւ աշխարհական տրամաբանությունը այստեղ ավելի քան հասկանալի է, թե ինչով է դա պայմանավորված։ Դիտարկենք նաեւ այն իրողությունը, որ Հունգարիան նաեւ թուրքական աշխարհի ինչ որ մաս է ներկայացնում, այստեղ գտնում եք թուրքական ազդեցությունը վրացական իրադարձությունների վրա։ Գիտեք, Թուրքիան Վրաստանի քաղաքական, տնտեսական ռազմավարական ասենք համատեքստի վրա այնքան ազդեցություն ունի միայն եւ միայն նաեւ հաշվի առնելով աշխարհագրական իր դիրքը, որ այստեղ չեմ կարծում, որ Անկարան ինչ որ Հունգարիայի աջակցությունը պիտի ունենա կամ նույնիսկ օրինակ Ադրբեջան, որտեղ այս երակում ասենք Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա գլխավոր դերակատարը բնականաբար Թուրքիան է, այլ ոչ թե Ադրբեջանը կամ Վրաստանը։ Եվ նաև հասկանալի է, որ Թուրքիան Վրաստանի հանդեպ ունի այլ մոտեցումներ, քան ԵՄ անդամ երկրները եւ նաև ՆԱՏՕ անդամ երկիր Թուրքիան նաև հանդիսացավ երկրորդ երկիրը, նույն այդ ձեր նշված Հունգարիայից հետո, որը որ շնորհավորեց Վրաստանի նորընտիր իշխանություններին, ինչ որ նաև բնական է այդ պրագմատիկ մոտեցումը հարևանի հանդեպ բնորոշ ոչ միայն Թուրքիային, այլ Ադրբեջանին, այլ նաև Հայաստանին եւ ես այդ առումով դա դիտարկում եմ բնական եւ տրամաբանական, որովհետեւ բացի ամեն ինչից նաև Վրաստանի իշխանությունները բոլոր հարևան երկրների բացառությամբ Ռուսաստանի ունեն դրական հարաբերություններ եւ դա նաև հաշվի առնվում նաև այլ երկրներում, այսինքն Վրաստանը նույնպես, ասենք Հայաստանում տեղի ունեցած բոլոր ընտրական գործընթացների ժամանակ միշտ ավելի պրոիշխանական ա եղել, քան այլ մեր բոլոր արտաքին դերակատարները եւ այդ ասենք տրամաբանությունը նաև հետադարձ ուժ ունի։ Պարոն Մինասյան, դուք ներկայացրեցիք մի իրավիճակ, այսօր Թբիլիսիում մի փոքր իրավիճակը այլ է։ Տեսեք, հանուն փոփոխությունների դաշինքի 4 ընդդիմադիր կուսակցությունները հրաժարվում են վերցնել մանդատները, դրան զուգահեռ Ամերիկայից եւ Եվրոմիությունից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունները սկսել են փողոցային շարժումը։ Ինչ է կարծում, հնարավոր է զարգացումները այնքան գնան, որ վերջին հաշվով Վրաստանին մղեն ոչ թե Ռուսաստան, այլ այս դեպքում Թուրքիա, Ադրբեջան, դաշինք նոր ձևավորել։ Գիտեք, արևմտյան քաղաքական ուժերը եւ ոչ կառավարական կազմակերպությունները այդ բողոքի ձայները բարձրացնում են ոչ թե Թուրքիայի օգտին, այլ ավելի ակտիվ, ասենք, ԵՄ անդամակցության հետ կապված եւ ընդհանրապես եվրոպական ուղղության հանդեպ եւ այո, որոշ չափով Թուրքիան կարելի է դիտարկել որպես արևմտյան վեկտորի կրող քաղաքական ուժ, բայց նաեւ ուկրաինական ճգնաժամը ցույց տվեց եւ միջև այդ շատ գործընթացներ, որ միշտ չէ, որ Անկարայի մոտեցումները նույնականացվում են Բրյուսելի, ԵՄ-ի, Բրյուսելի, ՆԱՏՕ-ի կամ Վաշինգտոնի քաղաքականության հետ։ Այստեղ խնդիրը այլն է, որ Թուրքիան իր ինքը որպես կարևոր տնտեսական եւ աշխարհակական դերակատար արդեն իսկ բավականին լուրջ դիրքեր ունի Վրաստանի տնտեսական կյանքում, հատկապես հարավային եւ Աջարիայի շրջաններում, դա փաստ է, Թուրքիան որպես ռազմական եւ ռազմաքաղաքական գործոն նաեւ կարևոր դեր է խաղում Վրաստանի հետ անվտանգային ոլորտում եւ այստեղ նաեւ այդ երակի գործոնը կա Ադրբեջանի հետ մեկտեղ, բայց նաև այն գործընթացները, որոնք որ տեղի ունենում, ասենք, Վրաստանում, հետընտրական այդ ասենք
անդիմադիր դաշտի քաղաքական դրսևորումները ունեն այլ տրամաբանություն եւ մյուս կողմից էլ նաեւ ես համոզված եմ, որ ի տարբերություն նախորդ տասնամյակների 2003-2004 թվական կամ 2012 թվականի, երբ որ վրացական երազանք եկավ իշխանության, այս անգամ մենք իսկապես կտեսնենք լուրջ ինչ որ հետընտրական process-ներ, որոնք որ կարան ազդեն արդեն տեղի ունեցած ընտրությունների արդյունքների վրա։ Այսինքն դուք բացառում եք Վրաստանի Ուկրաինայի դառնալու տարբերակը Մայդանի եւ հակառուսական։ Գիտեք, քաղաքականության մեջ ոչ մի բան չի կարելի բացառել եւ ոչ մի բան չի կարելի լիովին կանխատեսել, բայց այն քաղաքական տրամաբանությունը, որը որ ձևավորվում է եւ ցուցաբերվում է Վրաստանի իշխանություններից միջև նաեւ այս ընտրությունները, այս սկսած նույնիսկ ուկրաինական պատերազմի սկզբից 22 թվականի փետրվար-մարտից ցույց են տալիս, որ Վրաստանի ներկայիս իշխանությունները բավական զգուշավոր են եւ այստեղ ոչ միայն նաեւ իր դերը խաղում այս գլոբալ Ռուսաստան արևմուտք առճակատմանը, որի մասն է կազմում, բայց լիովին չի արտացոլում միայն Ուկրաինայի ճգնաժամը եւ այդ համատեքստում արդյոք Վրաստանը կցանկանա ներգրավել թե ոչ, դա բավականին մեծ հարցական է, բայց մյուս կողմից նաեւ Վրաստանում շատ լավ հիշում են 2008 թվականի օգոստոսյան դեպքերը եւ այն հանգամանքը, որ Վրաստանը հանդիսանում է Ռուսաստանին սահմանակից երկիր, դա իր դերը նույնպես խաղում է ընդհանուր քաղաքական տրամաբանության եւ քաղաքական փիլիսոփայության Վրաստանի քաղաքական էլիտայի առնվազն մի բայց կարևոր զանգվածի համար։ Հնարավոր համարում եք, որ Վրաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար Ռուսաստանը գնա փոխզիջումների, ասենք Աբխազիայի կամ ավելի շուտ Հարավային Օսիայի հարցերում։ Ես չեմ կարծում, որ որևէ լուրջ փոխզիջումներ կամ զիջումներ տեղի ունենան այս հարցում, հատկապես Աբխազիայի դեպքում ընդհանրապես իրատեսական չեմ համարում, ամենադեպս այն այդպես կոչված ինչ-որ քայլեր, որոնք որ ընդունելի եւ գնահատվելի լինեին վրացական կողմի համար, այսինքն կարող է քայլեր լինեն առաջարկ օրինակ վրացական երկաթուղու վերականգնման եւ վերագործարկման առումով, բայց դեռ հարցը արդյոք դա ընդհանրապես լուրջ նշանակություն ունի Վրաստանի քաղաքական էլիտայի կամ հասարակության համար։ Ինչ վերաբերում է Հարավային Օսետիայի դեպքում, ապա միգուցե ինչ-որ քայլեր արվեն, բայց Վրաստանի եւ Ռուսաստանի միջև քաղաքական այդ առճակատումը եւ նաեւ այդ հարաբերությունների ընկալումը Վրաստանի ներսում այնքան խորը բացասական են, որ բացառությամբ այն, որ արդեն ստեղծվել է այն գործընթացը կամ այն ձևաչափը Ռուսաստանի եւ Վրաստանի միջև, ներառյալ նաեւ վիզային ռեժիմի ազատականացումը լիովին Ռուսաստանի կողմից, որ դեռ պիտի հիշեցնեմ, որ ընդունվել էր ոչ միայն դեռ Սաակաշվիլի ժամանակ, այլ նաեւ որոշ չափով միջ այդ 2000 թվականների սկզբից դեռ Շևարդնաձեի ժամանակ եւ այս պայն թվում է թե Ռուսաստանը որոշ ոնց որ ռևերանսներ անում է Վրաստանի հանդեպ, բայց ավելին կարծում եմ այս պայն դեռ իրատեսական չի եւ նաեւ ցանկալի չի ոչ Ռուսաստանի համար, ոչ էլ Վրաստանի համար։ Դուք խոսեցիք Վրաստանի ներկայիս իշխանությունների վարած արտաքին քաղաքականության մասին։ Խնդրեի զուգահեռներ անցկացնեիք Հայաստանի գործող իշխանությունների վարած արտաքին քաղաքականության հետ ներկայիս աշխարհակաղակական բարդ իրավիճակում, մասնավորապես թեկուզ Ուկրաինա-Ռուսաստան հակամարտության։ Այստեղ մի քիչ այլ մոտեցումներ կան, բայց պիտի նշեմ, որ Վրաստանի իշխանությունները, ներկայիս Վրաստանի իշխանությունները որոշ չափով վարում են քաղաքականություն, որը որ կարելի է ինչ որ համեմատության որոշ աստիճանով նշել այդպես որ բալանսավորված քաղաքականությանը, որը որ օրինակ վարում էր Հայաստանը 2000-ական թվականներին կամ Ֆինլանդիազացիայի գործընթացին, այն է Ֆինլանդիան սառը պատերազմի ժամանակ Սովետական միության եւ
ՆԱՏՕ անդամ երկրների դեպքում։ Հայաստանի դեպքում նաև հասկանալի է, որ մի բան է որոշ հայտարարություններ, որոնք որ ունեն կոնկրետ հասցեատար եւ ուղղված են կոնկրետ մայրաքաղաքներին, բայց ընդհանուր ռազմավարությունը ես չեմ կարծում էականորեն փոխվել է եւ դա նաեւ արտացոլվում էր այն հանգամանքով օրինակ, որ Հայաստանը եւ Հայաստանի ղեկավարությունը այն 36 թե 37 երկրների կազմում էր, որոնք որ մասնակցում էին Կազանում այդ BRICS-ի հայտնի միջոցառմանը, դրա հետ մեկտեղ նաև ունենալով ԵՄ-ի հետ ավելի ես կասեի ամբիցիոզ process, որը որ խորանում է վերջի տարիներին, ունի նաև որոշ ես կասեի նաև անվտանգային բաղադրիչային եվրոպական դիտորդների միսիան Հայաստանում, բայց ինչպես նաև Վրաստանում, ասենք Վրաստանի վերնախավը, Վրաստանի իշխող էլիտան շատ լավ հասկանում է, որ խոսքը այս պահին չի գնում ԵՄ անդամակցության մասին, նույնիսկ այն դեպքում, երբ որ Վրաստանը անցած տարվա դեկտեմբերին ստացել էր այդ կարգավիճակը, բայց հետխորհրդային տարածքում ինստիտուցիոնալ եվրոինտեգրման գործընթացների ճակատագիրը չի լուծում Հարավային Կովկասում։ Նա այդ հարցը լուծվում է Ուկրաինայի ռազմաճակատներում եւ դեռ պարզ չի թե ինչով դա կավարտվի։ Ձեր կարծիքով Վրաստանը վերջիվերջո կմասնացի 3+3 ձևաչափի հանդիպումներ։ Ես կարծում եմ, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տեղի ունեցած խորհրդանական ընտրությունների արդյունքներից եւ նաեւ սպասվող որոշ չափով հետդարձի փորձերին եւ Թբիլիսի կողմից եւ արևմտյան մայրաքաղաքների կողմից բարելավելու այդ որոշ չափով վնասված հարաբերությունները մոտակա շրջանում Վրաստանը ոչ միայն 3+3, այլ նաև արդեն նշվեց Ռուսաստանի հետ հարաբերություններում բավական զգուշավոր քայլեր կարա կփորձի անել, որոնք որ նույնիսկ ինչ որ կասկածի տեղիք կարան տան արևմտյան մայրաքաղաքներում Վրաստանի այսպես կոչված արևմտյան եւ եվրոպական լոյալության տեսանկյունից։ Դուք հիշատակեցիք տեխնացուի կարգավիճակի խնդիրը Վրաստանի։ Ես հիշում եմ, որ այդ օրերին Նիկոլ Փաշինյանը Վրաստանում հայտարարեց, որ մատները խաչած սպասում են Վրաստանի անդամակցությանը Եվրոմիությանը, այդ առումով որպես կամուրջ Վրաստանը դիտվում է Հայաստանի համար դեպի Եվրոմիություն։ Հայաստանի եվրոինտեգրման գործընթացները, այսինքն ինստիտուցիոնալիզացիան, այսինքն ձևակերպումը նաև կառուցվածքային տեսանկյունից հնարավոր չէ, եթե Վրաստանը չմասնակցի այս գործընթացին։ Բայց ցավոք սրտի նաև մենք պիտի խոստովանենք, որ նաև Վրաստանի համար այդ գործընթացը բավականին մեղմ ասած դժվար ասած կլինի, եթե այդ գործընթացին չմասնակցեն նաև Ուկրաինան եւ Մոլդովան։ Շնորհակալություն, պարոն Մինասյան, բովանդակալից զրույցի համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Պանորամայի մեհարգելի հետևորդներ, հիշեցնեմ մեր հյուրներ Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, Ռումինիայում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Սերգեյ Մինասյանը։ Շնորհակալություն մեզ ունկնդրելու համար, կհանդիպենք առաջիկա եթերներում, ցտեսություն։